Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, բարի նոր օր ERT-ի ուղիեթերում New Day հաղորդումն է։ Ես եմ Աբալբաբյանս մեծ սիրով ողջունում եմ ձեզանից յուրաքանչյուրին ու ասում կրկին շնորհակալություն, որ հերթական առավոտը սկսում եք մեզ հետ։ Բարի երկուշաբթի, բարի ընթացք մեզ բոլորիս։ Արտավազդ։ Այո, բարի առավոտ եմ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, անչափ ուրախ ենք երկուշաբթի օրով կրկին ձեզ ողջունելու, գիտեք շաբաթը նոր է մեկնարկել, պիտի լավ տրամադրությամբ լցված լինենք, ու այդ ամբողջ շաբաթվա ընթացքում մեր տրամադրությունը փոխանցենք մեզ շրջապատող լավ մարդկանց, միայն լավ մարդկանցով շրջապատված եղեք, դա շատ կարևոր է, լիքը փող աշխատեք այս շաբաթվա ընթացքում, որ ուրբաթ շաբաթ կիրակի այդ հանգստյան օրերին լավ ծախսեք, այնց որ բոլորիս գեղեցիկ ու հաճելի օրվա ու շաբաթվա ընթացք, այսօր մեր տաղավարում ես ու Էմման հյուրընկալել ենք հրաշալի մարդկանց, ես այսօր շրջապատված եմ գեղեցկուհիներով, ինչն անչափ ուրախացնում է եւ ինձ եւ ինձ Միայն ինձ ես պայն մենք ունենք տաղավարում մեր Evergreen Grant Group-ի հիմնադիրներին, որոնց հետ միասին խոսելու ենք շատ կարևոր թեմայի շուրջ, հիմա կասենք թե ինչով է զբաղվում Evergreen Grant Group-ը, ինչ կարևոր օգտավետություն է տալիս ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչ ծառայություններից կարող եք օգտվել։ Եվ այսպես Evergreen Grant Group-ի հիմնադիրներ Սվետլանա Շիրինյան եւ Արթուր Մարկյան մեր տաղավարում են բարի լույս։ Բարի առավոտ, բարի լույս։ Ինչպես եք։ Լավ, մերսի դուք։ Շատ լավ, որ այսօր փայլուն ժպտում եք, մենք ոնց կարանք վատ լինենք, անչափ ուրախ ենք, որ մեզ հետ եք այսօր։ Տեսեք, մենք նայում ենք ձեր գովազդները, ես վստահ եմ մեր հայրենակիցները եւս տեսնում են, շատ տարբերվող, շատ սիրուն, այդ ծառը, այդ ինչ որ հետաքրքիր մոտեցումը լոգոտիպից սկսած մինչև գովազդը հիմա էլ արդեն ձեր ժպիտները տեսնելով հասկանում ենք, որ իսկապես Evergreen-ը մեծ հյուրընկալությամբ ընդունում է այն մարդկանց, ովքեր ունեն ձեր կարիքը, իսկ դուք տալիս եք ծառայություններ, որոնք կարևոր են, ստանալ պետական նպաստներ, թոշակ, խնամակալություն եւ այլն եւ այլն։ Հիմա խոսենք այս թեմայի մասին։ Այսօր ծառայությունները շատ են, տարբեր են, նման ծառայություններ շատերն են ներկայացնում, ինչով է եւ ինչքան ժամանակ է զբաղվում Evergreen-ը այս ամեն ինչով։ Պաշտոնապես Evergreen-ը արդեն 3 տարի է ինչ շուկայում գործում է։ Մենք օգնում ենք մարդկանց, որպեսզի ստանան պետական նպաստներ, իրենց հասանելիք պետական նպաստները, որպես իրենց իսկ կողմից լիազորված անձինք, մենք հանդես ենք գալիս պետական կառույցներում եւ իրենց փոխարեն ամբողջ այդ աշխատանքը վերցնում ենք մեզ վրա, թե թղթաբանական։ Այսինքն կներեք, ոնց է լինում, մարդ եկավ, հաճախորդ եկավ, ասում է, ես իմ տվյալները, հա, իմ ձայնը, այսպես ասած, պաշտոնապես տալիս է ձեզ, իսկ դուք իրավունք ունեք, այսինքն իրանց անունից խոսելու պետական համակարգերում, հա, այդպես է լինում սովորաբար, ոնց է։ Մենք իրանց անունից չենք խոսում, բայց ներկան ենք որպես իրանց կողմից լիազորված ներկայացում։ Էլի հա, այսինքն դուք իրավունք ունեք լիարժեք ներկայացնել, եթե մարդը անգլերեն չի կարողանում խոսել կամ չգիտեմ, հնարավորություն չունի կապ հաստատելու, դուք անում։ Գիտակել չի այդ հարցը։ Ծրագրերին չեն տիրապետում։ Իսկ ծրագրերը շատ են։ Այո, կա տարիքային մարդկանց համար ծրագրեր, կային մարդկանց համար ծրագրեր, ովքեր հիվանդ են եւ չեն կարողանում առողջական խնդիրների պատճառով աշխատել, կան երեխաների համար հատուկ ծրագրեր, կա տնային խնամք, անկախ տարիքից եւ անկախ էմիգրացիոն կարգավիճակից։ Դա էլ նշեմ, որովհետեւ հիմա շատ մարդիկ կարծում են, որ իրենց էմիգրացիոն կարգավիճակի պատճառով իրենց ոչ մի բան չի հասնում, բայց դա այդպես չէ։ Ուղղակի պետք է դիմեն ճիշտ մասնագետին, որովհետեւ մասնագետը կարողանա ճիշտ խորհրդակցի ու հասկանա ինչ ծրագրի է տվյալ մարդը իրավասում։ Այսինքն միայն green card եւ citizen-ների մասին չի խոսքը, կարող են նաեւ դիմել պետական նպաստների այն մարդիկ, ովքեր դեռ սպասում են իրենց։ Ովքեր դեռ սպասում են, ունեն էմիգրացիոն կարգավիճակում արդեն գործող case, եւ կարող են նույնիսկ դիմել այն մարդիկ, ովքեր ունեն հովանավորներ, ովքեր եկել են green card-ով եւ ունեն հովանավորներ։ Իրանք էլ ունեն որոշ բացառություններ։ Բայց կարող եմ ավելացնել, բայց դա չի գործում բոլոր նահանգներում։ Շատ մեծ կապ ունի, որ նահանգում է գտնվում այդ անձը։ Կալիֆոռնիայում գործում։ Հա, Կալիֆոռնիայում եւ մի քանի այլ նահանգներում գործում են, բոլորը կարող են ստանալ նպաստներ, որովհետեւ տվյալ նահանգը տրամադրում է այդ նպաստը։ Քաղաքացիները կամ այնենք, ովքեր աշխատել են 10 տարուց եւ ավել, իրենք ամբողջ Ամերիկայով կարող են ստանալ, կապ չունի նահանգը, որովհետեւ իրենք ստանում են ֆեդերալ օգնություն։ Այն մի հետաքրքիր բան ասաց Սվետլանան, Վարդուհի ջան, երկուսդ էլ մասնակից եղեք պատասխանին, որ երբ հովանավորով է գալիս
մարդ այդ մարդն էլ կարող է դիմել։ Այ եթե չեմ սխալվում, տարիներ առաջ այդպես չի եղել։ Երբ մարդիկ իմանում են, որ հովանավորով է, ասում են չէ, ոչ մի բանի չդիմենք, որ հանկարծ խնդիրներ հետո չլինի, թե հովանավորի հետ, թե իրենց կարգավիճակի։ Ինչ որ բաներ են փոխվել։ Այս ծրագիրը միշտ էլ եղել է ու նույն ձև գործել է, ուղղակի մարդկանց վախերն են ավելի շատ իրենց խանգարում։ Դա կարևոր է։ Հա։ Փաստորեն, եթե օրինական տեղեկացված չեն, էլի պարզապես։ Գիտեք ոնց կապ ունի ինչ իրավիճակի մեջ են այդ բանին այդ մարդիկ գտնվում, որովհետև ըստ օրենքի այո, հովանավորը պարտավոր է։ Ամեն ինչը ինքնօգտանի, այո։ Բայց կան բացառություններ։ Եվ հովանավորն է ոչ մի բանով ամբողջ կյանք ապահովված չի։ Հա, դա էլ կա։ Չգիտի ինչ փոփոխություններ կարող է տեղի։ Մի օր ունի փող հաջորդ։ Ամենաշատը հաճախորդներ, ինչ հաճախորդներ են կամ ինչ խնդիրներով են մարդիկ ավելի հաճախ դիմում Evergreen։ Թոշակ։ Թոշակներ, նպաստներ, հա, թոշակ ստանում են այն մարդիկ, ովքեր 10 տարուց ավել աշխատել են ստեղ։ Մյուսները ստանում են նպաստներ։ Եկե խնամակալություն, Եվ խնամակալություն, հա, բայց մենք ոչ միայն աշխատում ենք հիվանդ կամ տարիքով մեծ անձանց հետ, այլ նաև երիտասարդների։ Իրանց օգնում ենք, հա։ Իրանց երիտասարդները եկեք էկրանների առաջ փողա գալի ոնց է պետությունից։ Ինչ կարանք անենք։ Գիտեք ոնց, երբ որ Արտոն առաջի շարքում։ Շուտ է մի բանից չեմ օգտվում, գիտեք, չէ։ Ոնց ծրծեք։ Գիտեք ոնց իսկապես շատ դժվար է ամբողջ հույս ամեն ինչ դնել պետության վրա։ Հա, պետք չի պետության հույսին ապրել։ Իհարկե պետք չի։ Դրա համար խորհուրդ ենք տալիս երիտասարդներին, ովքեր այս պահին աշխատում են, մի փոքր իրանց աշխատածից իրանց ապագայի համար օգտագործեն։ Հա, հիմնականում Օրինակ ինչպես դա կարող են անել։ Life insurance, կյանքի ապահովություն կամ saving-ներ։ Հա, մենք օգնում ենք, որովհետև մենք նաև բրոկերներ ենք, շատ կոմպանիների հետ ենք աշխատում, օգնում ենք ամեն մարդուն իրեն հարմար ծրագիր ենք ընտրում, ապահովություն, որ ապագայում չունենան այն խնդիրը, որոնք որ հիմա ունեն։ Մի հատ հարց է, տեսեք, ապահովագրության հետ կապված, էլի, մի քանի անգամ ես ուսումնասիրել եմ այս ապահովագրության հետ կապված խնդիրը, payment-ները շատ, այսինքն այդ վճարումները ամսական շատ բարձր են լինում, այսինքն եթե դու բան ես անում, որոշում ես քեզ Հատկապես եթե դու երիտասարդ ես ու առողջ։ Երիտասարդ ես առողջ, չէ՞, շատ բարձր է։ Ինչով է դա պայմանավորված։ Կան ծրագրեր, որ կարող եք նայել, տեսնել որտեղ է pre-approval լինում բանանը, որ ասենք հարմար գներով վերցնեք։ Հա, կարող ենք կապվածը թե դուք ինչ եք ընտրել, եթե դուք շատ մեծ coverage-ներ եք ընտրել։ Դե վերջին լավ փող ստաց թողենք երեխեքին։ Մենակ երեխաներին թողելու համար չի։ Savings-ել ենք։ Բացի saving-ներից, եթե ասենք Աստված չտա, տարիների ընթացքում ինչ-ինչ առողջական խնդիրների պատճառով էլ չեք կարողանում աշխատել, դուք կարող եք այդ ինշուրանսից օգտվել։ Դրանք են բավականին թանկ long term care, երկար, հա։ Բայց դրանք էլ ոնց որ հետ ես գցում, էլի կոպիտ ասած, քո աշխատած, այսօր աշխատած գումարը վաղը մյուսօր ավելի ապահով լինելու համար։ Դու ապահովում ես այն ինչ որ դու հիմա ես ստանում, որ ապագայում եթե Աստված չտա, չկարողանաս աշխատես, դու կարողանաս քո կյանքի ներկայացնել, ասեմ, lifestyle-ը ապահովել։ Այսինքն քո կյանքը ապրելակերպը չտուժի դրանից։ Աղջիկներ այսպեսի մի հարց, այ օրինակ մարդիկ կան, ովքեր նույն life insurance ձեռք են բերում, վճարում են ամեն ամիս, բայց տան շատ անդամների ես այդպեսի մարդկանց գիտեմ, ինֆորմացիա չունենել, չգիտեմ, կինը, երեխաները, մեծ երեխաներ են, բայց չգիտեն էլ, որ օրինակի համար, հա, իրենց հայրիկը ունի life insurance։ Աստված մի առասցե դեպքը լինում է։ Ապահովագրական ընկերությունները կապ են հաստատում ընտանիքի անդամների հետ, թե կարող են այտենց ոնց չգիտեին, տենց էլ չիմանան, որ իրենք ինչ-որ բան ունեն ստանալու։ Դա էլ է հետաքրքիր բան ինձ թվում է։ Շատ կարևոր է մեր հայրի մեջ ընդունված չէ trust հասկացողությունը։ Պետք է trust ունենալ անպայման։ Գիտեմ, դա մեծ ծախս է, բայց արժե։ Երկրորդը, երբ որ դու որևէ մեկ կտակն է, չէ՞։ Երբ որ մարդը գրում է ապահովագրություն ձեռք բերում, ինքը նշում է ով է լինելու beneficiary-ին։ Պետք է անպայման այդ մարդկանց, հա, հենց այդ մարդկանց, ովքեր որ հետագայում ստանալու են այդ վճարումը, իրանց պետք է տեղեկացնել անպայման։ Այո, որովհետև շատ մարդիկ տեղյակ չեն, ու դա իսկապես մի տեսակ sense անհասկանալի բան է ստացվում, էլի։ Ես կարծում եմ յուրաքանչյուր բնակավարում ինքնակրթությունը շատ կարևոր բան է ու ուրախ ենք, որ այսօր էլ մեր հյուրերը այն մարդիկ են, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց գործի։
Այ այս շրջանում ես չգիտեմ, այս նպաստների մեջ կամ նույն ծառայությունները, որոնք դուք մատուցում եք, արդյոք կան ինչ որ աշնան կողմ, հա, ինչ որ չգիտեմ, առաջարկող Աշնանային զեղչեր, ասենք։ Չգիտեմ, զեղչեր չէ, բայց գուցե ինչ որ բաներ կան, որ ոնց է համալսարանների համար գրանտներ, չգիտեմ, ինչ ժամանակ կա դրա համար։ Հիմա արձակուրդներ են, շուտով դասերն են սկսվելու, աշուն է, ֆոլ է, նոր շրջան է, հա, ուսումնական։ Ինչ հետաքրքիր առաջարկներ, ինչ հետաքրքիր, չգիտեմ, հայտարարությամբ եք ուզում հանդես գալ մեր հեռուստադիտողներին, ովքեր դիմեն, ովքեր շտապեն, ովքեր չքնեն ու տենց մնան։ Գիտեք ոնց, եթե որևէ մեկը հարց ունի կամ կասկածում, կապ չունի ինքը ստանում է նպաստներ, չի ստանում, ունի կյանքի ապահովագրություն, չունի, բայց եթե ինչ-որ հարցեր ունի նրա այդ ինչ որ ինքը այս բանը ունի, կարա զանգի, մեր մոտ խորհրդատվություն անվճար է։ Հա, մենք կարանք իր հետ զրուցենք, իր հարցերին պատասխանենք։ Առանց խնդրի։ Մի հատ այսպեսի հարց եմ տամ, էլի, այդ ինչ են ասում, food եւ cash, հա, ճիշտ եմ ասում, այդ դրանք։ Այդ մտնում է ձեր ծառայությունների մեջ։ Այո, մենք Այսինքն մարդիկ կան հիմա նոր եկել են, օրինակ, ուզում են դիմել այդ պետական նպաստներին, չէ, չեն աշխատում կամ չգիտեմ ինչ որ հնարավոր է դա դիմել նաև պետական ծառայություններին։ Այո, այդ հարցով էլ ենք օգնում, ավելի շատ խորհուրդ ենք տալիս ինչպես դիմեն, ինչպես ճիշտ application-ներ որտեղ այդտեղ շատ նրբություններ կա, էլի։ Ինքներս արդեն գործը վերցնում ենք ինքներս ենք անում։ Իսկ եթե հանկարծ ասված մի արածը ու գործը մերժվում է, այս կամ այն application-ը մերժում է ստանում, շատ դեպքերում ասում են դե մերժում եք ստացել, չի ստացվում։ Արդյոք դուք պայքարում եք հետո հետագայի համար։ Հա, շատերին թվում է մերժում եկա, վերջ, երբեք չեն կարողանա դիմել, բայց նայեք, կա ժամկետ, եթե ժամկետի մեջ է գտնվում, դատարան ենք գնում։ Իսկ եթե գնում եք դատարան։ Այո, դատարան ենք գնում ու պայքարում ենք, մինչև մեր հաստատումը կստանանք։ Իսկ եթե ժամկետը արդեն անցել է, մարդիկ իրանով է դիմել կամ ուրիշ կոմպանիով է դիմել, մերժումը ստացել է, ժամկետն է անցել եւ այլն, այդ ժամանակ արդեն նոր кейս ենք բացում։ Բայց կարամ ասեմ, ստեղ էլ կան բացառություններ։ Վարդին այսօր բացառություններն է մեջ վերում։ Իհարկե, դրանք կարևոր են։ Մարդ կա, որ դիմել է, մերժվել է, դատարան են գնացել, կրկին մերժվել է։ Շուտ զանգեք մեզ, որովհետև հնարավոր է երկրորդ անգամ մենք գնանք դատարան ներկայացնենք կամ ու հաղթեք։ Հա։ Մինչև 3 դատարան իրավունք ունենք գնալու։ Իսկ ինչի՞ց է դա, ինչով է պայմանավորված։ Այն որ կարող են ոչ ճիշտ ժամկետների մեջ լինել մերժվել, դա շատ ակնառու է, բայց ուրիշ ելին չի համար կարող են մերժվել։ Չեն հավատում կամ Կարող է disability լինի, հիվանդություն ունենա, հիվանդությանը չհավատան։ Իսկ դա չեն գալիս ստուգում։ Դե ստուգում են, բայց Լինում է ստուգելուց հետո էլ չեն հավատում, բայց մարդը իրոք հիվանդ է։ Այդպես էլ է լինում։ դա պիտի դատական ծրագրով բանով գնալ, հա, մինչև վերջ։ Հա, պետք է ապացուցենք, որ մարդը իրոք իրավասու է, իրոք ունի disability։ Մի հատ էլ գիտեք ինչ է արդեն հետաքրքրում, ո՞նց եղավ որ դուք մտաք այս բիզնեսի մեջ, էլի, ասենք, նայեք, միշտ երբ որ ինչ-որ արդեն ինչ-որ մի բիզնեսի մեջ մտնում, ինչ-որ մի խնդրից ելնելով, չէ՞, ասենք, ես առնչվել եմ այդ հարցի հետ, չեմ կարողացել դրան պատասխան ստեղծեմ ավելի լավ պայմաններ, որ կարողանամ մարդկանց եւս օգտակար լինել։ Հիմա դուք ինչպես եղավ մտաք այս բիզնեսի մեջ։ Ո՞նց եղավ որ Ես ինքս ինչի եմ մտել, որովհետև ժամանակին շատ մարդիկ ինձ դիմել են այս այն թղթաբանության հարցով օգնելով ու հենց այս պետական ծրագրի, չգիտեմ ինչ է այդպես եղել, ու հետաքրքրել է։ Որովհետև կարողացել եք անել։ Հա, կարողացել եմ ու այտենց որոշեցի արդեն, որ ես ինքս իմը պետք է ունենամ։ Դե շատ ճիշտ գաղափար, ինչու անվճար հենց այնպես օգնեմ, եթե դա կարող է իմ աշխատանքը լինի։ Իհարկե։ Իսկ դուք Վարդուժան։ Իսկ իմ դեպքում ես երբ որ ուսանող եմ եղել, ես չէ, այստեղ չեմ եղել ուսանող, ես Եվրոպայում գնացել եմ եւ մանկատներում կամ հիվանդ երեխաների հետ եմ աշխատել։ Խնդիր ունեցող երեխաների հետ եւ իմ մեջ շատ է դա տպավորվել։ Ուզել եմ միշտ իրանց օգնեմ բնականաբար այդ ժամանակ ես կարող եմ ինձ թույլ տալ դա անվճար անել կամ անվոր անել, բայց այս պահին դա էլ է։ Հա, այսինքն հենց այնպես չի, էլի, օթից չի եկել յուրաքանչյուրի մոտ իր այսպես ռուսերեն ասած պարիվ սերցը, հա, իրենց գործունեությունը։ Բայց դա շատ իսկապես շատ լավ քայլ է, որովհետև ամեն մեկը չի, ես ունեմ այդպիսի ընկերներ,
ովքեր ասենք ինչ որ մի բանից լավ հասկանում են կամ գիտեն կամ կարողանում են անել, ես 1000 անգամ խորհուրդ եմ տալիս, ասում եմ մտեք այս բիզնեսի մեջ կամ մի բան արեք, ինչ որ իրանց ոլորտում չեն համարցակում, ադե լավ է, էլի բան։ Բայց այս դեպքում այո, պայքարելու դեպքում էլ ավելի օրինական կարող է, շատ ավելի մեծ դռներ են բացվում, հա, մարդկանց օգտակար լինելու, քան պարզապես սիրողական մակարդակի վրա։ Շնորհակալություն ձեզ, աղջիկներ։ Շնորհակալություն։ Evergreen-ը գտնվում է Գլենդելում, ոնց հասկացանք 412 West Broadway հասցեում, իսկ առավել մանրամասների համար կարող եք զանգարել 424 404 4949 հեռախոսահամարով։ Խորհրդատվությունն անվճար է։ Անվճար խորհրդատվությամբ կօգնեն ձեզ։ Շնորհակալություն, մետաղավորում էին Evergreen Grand Group-ի հիմնադիրներ Սվետլանա Շիրինյանը եւ Արթուր Մարգարյանը։ Շնորհակալ ենք ձեզ, լավ օրվա։ Մենք այս պահին Կարճատև գովազդով ենք ընդհատվելու, հարգելի հեռուստադիտողներ, Level-ը ռեստորան եւ լաունջը հանդիսանում են մեր հաղորդման գործընկերը, որտեղ լավ ժամանցն ու համեղ ուտեստներն ապահովված են, լավ երաժշտության ներքո իհարկե, ինչպես նաեւ գործում է ռուսական բիլիարդ։ Այս պահին ընդհատվում ենք Կարճատև գովազդով, ունենք կրկին հյուր, կմիանանք քիչ ուշ։